Պարոն Վարդանյան, արդեն 4-րդ օրն է Իսրայելի և Իրանի միջև պատերազմական գործողություններ են տեղի ունենում, երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, Իրանից ավելի շատ իհարկե, այս պայծրությամբ իրավիճակն ինչպես եք գնահատում։ Ակնհայտ է, որ շատ ծանր պատերազմ է, երկու ուժեղ ռազմական տերություններ բախվել են և դա բերելու է ծանր հետևանքների երկու կողմի համար էլ, բայց առաջին այսպես եզրակացությունն այն է, որ Իսրայելը ավելի շատ պատրաստ է, ավելի մեծ գերակայություն ունի Իրանի նկատմամբ։ Օդային գերակայությունը բացահայտ Իսրայելի կողմն է, նաև Իսրայելի օդ համակարգերը ավելի ուժեղ են և այս տեսանկյունից առայժմ իրենք ավելի մեծ, ավելի կարևոր հարցեր են լուծել, այսպես ավելի ռազմավարական տեսանկյունից կարևոր թիրախների են հարվածել և միջուկային օբյեկտների են հարվածել և նաև հետախուզական տեսանկյունից, երբ որ նայում ենք, իրենք ավելի լուրջ աշխատանք են կատարել, Իրանի ռազմական ղեկավարությունը գխատված է, 20-ից ավելի բարձրաստիճան զինվորականների են ոչնչացրել և հակառակ տեսանկյունից, երբ որ նայում ենք, Իրանի կողմից այսպես Իսրայելին տված վնասները այդքան էլ մեծ չեն։ Մի քանի ռազմավարական օբյեկտներ են խոցել, բայց նաև իհարկե խաղաղ բնակչության շրջանում շատ մեծ կորուստներ կան Իսրայելում։ Ձեր կարծիքով երկարատև գործողություններ են հնարավոր այս դեպքում, թե ավելի կարճ ժամանակում հանգուցալուծում կլինի հաշվի առնելով համաշխարհային առաջնորդների Թրամփի միջամտությունը, կոչերը։ Ամեն ինչ կախված է Իրանի դիրքորոշումից, եթե ավելի ճկուն մոտեցում ցուցաբերի, կարող է շատ ավելի շուտ վերջանալ, ընդհանուր նաև ժամերի, օրերի ընթացքում։ Բայց Իրանի դիրքորոշումն այն է, որ ինքը չի հրաժարվելու խաղաղ ատոմի զարգացումից։ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է սահմանափակել իր միջուկային կարողությունների ստեղծումը, բայց խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի հարստացումը շարունակելու է։ Դե գիտենք, մինչև 5%, երբ որ ուրանը հարստացնում են, դա կարող են խաղաղ նպատակներով, արդյունաբերական նպատակներով օգտագործել։ Եթե ավելի են բարձրանում, դրա ծավալները ավելի մեծանում, դա կարող է նաև միջուկային զենք ստեղծելու հնարավորություն ստեղծել։ Իրանը 60% էր հասցրել վերջին ժամանակներս և ԱՄՆ-ում, Իսրայելում մտավախություններ կային, որ մինչև 9-10 միջուկային մարտագլխիկ կարող է ստեղծել։ Դրա համար գնացին այս քայլին։ Հիմա այս բանակցությունները, երբ որ ընթանում էին Օմանի միջնորդությամբ, ԱՄՆ պահանջում էր ընդհանրապես, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից, բոլոր տեսակի, բոլոր ծավալների, Իրանը հրաժարվում էր, ասում էր, որ գոնե 5%-ը պետք է դա անի խաղաղ նպատակներով և այդտեղից այսպես գործընթացը մտավ, բանակցությունները մտան փակուղի։ Հիմա տեսնենք Իրանի վերջին հայտարարությունը էլի կրկնում է իր դիրքորոշումը, որ պատրաստ են թուրք ստորագրել, որ միջուկային զենք չեն ստեղծելու, բայց ընդհանրապես որևէ տեսակի միջուկային էներգիա ստեղծելու գաղափարից չեն հրաժարվի։ Ինչ իրավիճակ կարող է լինել Իրանի ներսում, շատերը խոսում են, որ հնարավոր է քաղաքացիական պատերազմ, այաթոլլաների ռեժիմի տապալում, դա ինչքանով հավանական սցենար է։ Քիչ հավանական է, Իրանի իշխանություններն տարիներ շարունակ նաև ուժեղ ռեպրեսիվ ապարատ են ստեղծել, բավականին շատ, այսպես եւ ոստիկանական ուժեր եւ բանակ եւ տարբեր այլ կարգի ստորաբաժանումներ կան, որոնք նման պայմաններում օգտագործվում են ժողովրդի դեմ։ Այնպես որ դրա հավանականությունը քիչ է տեսնում, շատ չնչին է այս պահին։ Այնպես որ առանձնապես արևմուտքում էլ դրա հետ մեծ հույսեր չեն կապում։ Հայաստանի վրա հնարավոր անդրադարձները մեր արտգործնախարարությունը, նաև վարչապետը մտահոգություն են հայտնել, միակողմանի է կարծես հստակ է դիրքորոշումը դատապարտող Իսրայելի հարձակումը Իրանի նկատմամբ, մի կողմից իհարկե հասկանալի է դիրքորոշումը, բայց նաև հաշվի առնելով օրինակ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների աջակցող քաղաքականությունն է Իսրայելին, արդյոք մենք կարող ենք երկարատև կտրվածքով ունենալ այսպիսի սուր միակողմանի դիրքորոշում։ Ճիշտն ասած, իմ համար հասկանալի չէ, թե ինչ հաշվարկների հիման վրա էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նման հայտարարություն արել։ Իսկ կարծում եմ կարելի ավելի չեզոք լինել, ինչը որ արեց ի դեպ Ադրբեջանը։ Հիմա իրենք չեն դատապարտել, իրենք միայն կողմերին կոչ են արել նստել բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղ ճանապարհով, դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը եւ այլն։ Ես էլ կարծում եմ, մենք էլ պետք է նմանատիպ հայտարարություն անենք։ Հիմա այս մեր հայտարարությունը ես վստահ եմ Ադրբեջանը վերցնելու է տանի
ԱՄՆ-ի եւ Իսրայելի ցույց տա, ասի տեսեք Հայաստանը այսպիսի հայտարարություններ փորձի քաղաքական դիվիդենդներ շահել։ Ես չգիտեմ ինչ հաշվարկների հիման վրա է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նման հայտարարություն արել։ Հուսով եմ չեն սխալվի, հուսով եմ դա ինչ որ հետևանքներ չի բերի։ Իսկ որ Ադրբեջանը մշտապես փորձում է ամեն պահի Հայաստանի դեմ այսպես միջազգային հանրությանը տրամադրել, աշխարհին քաղաքակիրթ աշխարհին ներդեմ լարել, սա նորություն չէ։ Եվ այս անգամ էլ կօգտվեն այդ առիթից ես վստահ եմ։ Ինչ տեսակ կլինի այդ օգտվելը ձեր կարծիքով հնարավոր է օգտվելով զբաղվածությունից նաև Իրանի միջանցքային տրամաբանությամբ քայլեր գնալ։ Դա համանականությունը ես մեզ չեմ հավանում, որտեղ այստեղ միայն Իրանի գործոնը չէ, արևմուտքն էլ հստակ բազմիցս մեսեջներ է տվել Բաքվին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ոտնձգությունները ծանր հետևանքների են բերելու, թանկին է վճարելու Բաքուն դրա համար եւ կարծում եմ դա իհարկե մեր բարեբախտությունն է, որ միայն Իրանը չէ սարցում մեր դաշնակից, նաև արևմուտքն էլ դաշնակից է եւ չեմ կարծում, որ Ադրբեջանը փորձի այսպես մեծ հարցեր, գլոբալ հարցեր լուծել։ Հնարավոր է սահմանային բախումներ, ինչ-ինչ, ասենք, կրակոցներ լինեն, բայց մտնել Հայաստանի տարածք, ուժով միջանցք բացել, ես չեմ կանխատեսում։ Դեպս հարցում մեզ օգնում է արդյոք այն փաստը, որ Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ եւս դատապարտեց կարծես Իսրայելի գործողությունները։ Չէ, ես դա մեծ ինչ որ դրա մեծ ուշադրություն չի դարձնի մեր տեսանկյունից։ Մեզ համար ավելի իրական է Ադրբեջանի գործողությունները։ Թուրքիան խոշոր տերություն է, Թուրքիան իր հարցերը լի կլուծի, Թուրքիան միշտ էլ երկակի խաղ խաղաց է։ Այո, մի կողմից Իսրայելին դատապարտել է, բայց չի բացառում մեկ այլ ձեռքով օգնի այդ նույն Իսրայելին կամ ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ տա կամ այլ կերպ։ Այնպես որ Թուրքիայի գործողություն, Թուրքիան իր արածները մարսում է, այսպես ասեմ։ Մենք պետք է ավելի շատ մեզ նայենք, քան ուրիշներին։ Իսկ ինչպեսին պետք է լինի մեր քաղաքականությունն այս պահին։ Չեզոք դրական, այսպես չխառնվենք, այսպես գլուխներս չմցնենք մեզ չվերաբերող գործի մեջ։ Եվ մյուս կողմից էլ նաև ռազմական առումով էլի ամրապնդենք մեր սահմանների ամրությունը, պատրաստ լինենք, որ հանկարծ ինչ-որ անակնկալներ չլինեն։ Սա է մեր գործողությունները։ Ձեր կարծիքով օրինակ Իրանը ինչքան ռեսուրս ունի դեռ դիմագրավելու այս։ Տեսեք, Իրանը միայն բալիստիկ հրթիռներով է կարողանում հարվածել Իսրայելին։ Օդուժ առանձնապես չունի հզոր։ Եվ Իսրայելը նաև գիտենք, որ ոչնչացրեց, հիմնական գխատեց, այսպես ասեմ, ոչ ամբողջովին, բայց գխատեց Իրանի երկու կարևոր պրոքսի ուժերին, որոնք գտնում են հենց անմիջապես իր սահմանին։ Խոսքը Համասի եւ Հեզբոլլահի մասին է։ Այդ ուժերի միջոցով Իրանը անընդհատ կրակի տակ էր պահում Իսրայելը եւ մոտիկ էին, քանի որ ֆիզիկապես մոտիկ էին, անընդհատ կարողանում էին Իսրայելին վնասներ պատճառել։ Հիմա այդ երկուսին խաղից հանել է ըստ էության եւ Իրանին շատ դժվար է իր տարածքից Իսրայելին խոցել։ Խոսքը մոտ 2000 կիլոմետրի մասին է։ Իսկ դա հեշտ չէ։ Դա կարող են անել միայն բալիստիկ հրթիռներով, բայց ԱՄՆ-ն այս իրադարձություններից ամիսներ առաջ, ասես բավականին ուժեղացրեց Իսրայելի հոբ համակարգը, բալիստիկ հրթիռներ խոցող հոբ տեղադրեց Իսրայելում, որը որ հաջողությամբ որսում է իրանական բալիստիկ հրթիռները։ Այնպես չի, որ բոլոր արձակած այդ հրթիռները տեղ են ասում։ Դրանց մեծ մասը խոցում են, բայց մյուս կողմից նաև Իրանի հնարավորությունները, ռեսուրսները այդքան էլ շատ չեն, սահմանափակ են։ Տարբեր տվյալներով խոսում են 1000-ից մինչև 2000 բալիստիկ հրթիռների մասին։ Իհարկե թեւավոր հրթիռներ էլ ունի, տարբեր տեսակի այլ հրթիռներ ունի, բայց հիմնական որ դա այսպես արդյունքներ են ցույց դա բալիստիկ հրթիռներն են մինչ այժմ։ Չի բացառում, որ նաև Իրանը իհարկե փորձի Հյուսիսային Կորեայի օգնությանը դիմել, այդ տարբերակը չեմ բացառում, բայց իհարկե սահմանափակ են այդ կարողությունները։ Տարբեր հաշվարկներ կան հիմա Արևմուտքում, Իսրայելում, շատերն ասում են, որ 15 օր կարող է Իրանը խոցել Իսրայելի տարածքը, դրանից հետո նրա բալիստիկ հրթիռների պաշարները վերջանալու են։ Ամեն դեպքում իհարկե նկատենք, որ Իրանի հնարավորություններն էլ անսահմանափակ չեն, ինչպես է ոչ մի երկրի աշխարհի, բայց Իրանը, այսպես կարծում եմ, շատ երկար չի կարող դիմակայել Իսրայել-ԱՄՆ տանդեմին։ Իհարկե ԱՄՆ-ն չի խառնում պաշտոնապես։ Բայց կարծում եք չի խառնվում, այսինքն առանց ԱՄՆ-ի, ասենք հրթիռներ է տրամադրել այս իրադարձություններից առաջ, այս օպերացիայից առաջ միջազգային լրատվականները գրեցին, որ մի քանի 100 հրթիռներ է տրամադրել
հնարավոր է հիմա էլ տրամադրի։ Պաշտոնապես իհարկե պատերազմի մեջ չմտե, բայց օգնում է տարբեր ձևերով։ Եվ կշարունակի այդ աջակցությունը, որովհետև այնպես չի, որ Թրամփը օրինակ դատապարտեց, ասեց Իսրայելը, չգիտեմ։ Դա ամեն ինչ կախված էլ եմ ասում, գալիս եմ էլի այն մտքին, որ հարցազրույցից կդնում ասեմ, ամեն ինչ կախված է Իրանից, հետո մի քիչ ճկուն լինի, հնարավոր է նաև համաձայնության գան։ Բայց դաշնակիցներ Իրանը կարծես այնքան չունի, ինչքան Իսրայելը։ Չունի, իհարկե չունի։ Իրանի դաշնակիցը Ռուսաստանն է, որը այն խոսքով է աջակցում նրան, գործողություններով չի կարող, չի ուզի երևի, չգիտեմ։ Ամենուդեպս Ռուսաստանի վիճակն էլ այնքան լավ չի։ Չինաստանն էլ առանձնապես մեծ օգնություն չի ցուցաբերում։ Իհարկե սահմանափակ է, այդ առումով էլ է Իրանի հնարավորությունները սահմանափակ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։